ամենից վատ բանը փոքր պետության համար, եթե դու անում ես քայլեր եւ չես մտածում այդ քայլերի հետևանքների մասին։ Ես իմ աչքիս առաջ ինչ որ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, ասենց Սաակաշվիլու կրկնօրինակն է։ Նայել էր անընդհատ ասենց քայլեր էր անում, հրահրում էր խնդիրները Ռուսաստանի հետ եւ փորձում էր արևմուտքում աջակցություն փնտրել։ Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Միշտ իմ մոդելը ինչպիսին էր իմ նախագահության ժամանակ եւ հիմա։ Ասում եմ հետեւյալը. մի մխրճվի խոշոր երկրների բախման այդ խնդիրների մեջ։ Մի հայտ միտեղ փորձի համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել։ Մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա փորձելով ինչ որ բան փնտրես կամ այստեղ կամ այնտեղ։ Եվ միշտ այդպես ենք արել։ Հիմա ինքը այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ես ենթադրում եմ նաև բնավորությունից է ինչ որ տեսաբխում, ինքը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ։ Մենք նաև ներքաղաքական կյանքում ենք դա տեսնում, չէ՞։ Միշտ փորձում է վիճակը լարել եւ այդ լարված իրավիճակում ենթադրում եմ ինքը իրեն ավելի լավ է զգում։ Միգուցե դա բիոքիմիայի հարց է մարդու։ Բայց արտաքին հարաբերությունները սա չափազանց վտանգավոր է։ Եվ գինը տալու է մեր ժողովուրդը, այսօր գինը ժողովուրդն է տալիս։ Ինչ է իրեն ստիպում, տենց հրատապ էր Լիտվայի հետ հենց հիմա այդ բանը ստորագրելը, կամ այդպիսի հրատապություն կա Զելենսկին գա ստեղ այդ հայտարարությունները անի, ինքը ուր գնում է այդ հայտարարությունները անում են, կանխատեսելի էր, չէ՞։ Չի եղել մինտեղ որ Զելենսկին գնա հակառուսական այլանդակ կոշտ հայտարարություններ չանի։ Դու գիտեր դրա մասին։ Դու կարող ես, չէ՞, իրեն ասել, լավա չգաս։ Կամ եթե եկել ես, մի բան եմ խնդրում, հերախոսը, վերցնում ես, ասում բան եմ խնդրում, մենք բարեկամ երկիր ենք, մեր տարածքից այդպիսի հայտարարություններ մի արա, կարող է, չի անել։ Հաստատ կարող է։ Ու դու մտածում ես, որ Ռուսաստանի պոտենցիալ ունեցող երկիրը այս հարցերի վերաբերյալ ասենց համբերությունը ասենց անվերջ է ցուցադրելու, ոչ չի լինում այդպիսի բաներ։ Ռուսները բան կա, չէ՞, ռուսերեն ասում, ռուսский мужик долго запрягает, быстро едет։ Ну, հələ որ быстро едет-ը մոտները չի ստացվում Ուկրաինայի։ Հիմա համենան դեպս սենց ասեմ։ Ռուսաստանը համատի մեծ գնացքի հետ այդ թափ հավաքում է, բայց հետո չի կողմը։ Մենք Ուկրաինայում տեսանք։